մեկ բարձա հանգիստ մեր համար տենալով ոչ մի բան պետք չի աշխատեք արևի տակ շատ չենթակ խնդրում եմ Օլիմպիավանի դռները 10 օր է փակ են մարզիկների ու համալիրի սաների առաջ նրանք փորձում են մարզավիճակը պահպանել կիզի ճարևի տակ մարզվելով անցել է նույնիսկ տնային աշխատանքի տնային աշխատանքը ժիմ, պրես, կքանիստ ու այն հարվածները, որոնք չեն ստացում, անում եք, նկարում եք, գցում եք գրուպա, ես գրուպայում գնահատելու եմ։ Այս սպորտային համալիրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարզաբազան է։ Տարբեր սպորտային ակումբներ կան այստեղ 10-ից ավելի ու հարյուրավոր սաներ, ասում է Օլիմպիավանի խառը մենամարտերի ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Օհանյանը։ Նրա խումբն էլ այսօր դրսում էր մարզվում։ Ռինգ Արմենիա Muay Thai ակումբ, բռնցքամարտի ակումբ, ըմբշամարտի ակումբ, ձյուդոյի ակումբ, MMA-ի ակումբ, պարի ակումբ, գիմնաստիկայի ակումբ, լողի տարբեր տեսակների ակումբ, վոլեյբոլ, չկներեք վոլեյբոլ չկա, բասկետբոլ կա, հերիք չի։ Օլիմպիավանի դռները իրավապահները կապարակնքեցին գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու օրը։ Ժամանակակից սպորտային համալիրը 13 տարի առաջ կառուցել է Ծառուկյանը։ Մինչ օրս քննչական կոմիտեն չի պարզաբանում, ինչ կապ ունի գործարարին առնչվող քրեական գործի հետ Օլիմպիավանը, երբ են բացելու դռները, ոչինչ հայտնի չէ։ Դե 170 ես ունեմ, հիմա փաստի առաջ շատ լուրջ են կանգնել։ Մարզվելու հնարավորությունից զրկվել է Հայաստանի խառը մենամարտերի MMA-ի ֆեդերացիան, որ պատրաստվում է աշխարհի առաջնությանը։ Ազատությանն ասաց ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը։ Հավաքական թիմը այս պահին մարզումներ չի իրականացնում։ Օգոստոսի 16-ից 23-ը Աբու Դաբիում պատանիների աշխարհի առաջնությունն է։ Կարևորագույն մրցույթին Հայաստանի հավաքականը պատրաստվում է Հրազդանի ձորում մարզվելով կամ առանձին խմբերով տարբեր մարզադահլիճներում։ Բնականաբար վատ ազդեցություն ունենալու մարզիկների վրա, մարզիկների պատրաստվածության վրա, որովհետև մոտ մնացել է մի 1 ամիս, որ մեկնենք պատանիների աշխարհի առաջնության Աբու Դաբի, շատ վատ է անդրադառնալու, որովհետև Հայաստանի Հանրապետությունը միակ սպորտային կառույցն է Երևանում, որտեղ մեծ մարզադահլիճներ կան, կարողանում ընդհանուր հավաքականը միասին մարզում անցկացնել այդ մարզադահլիճում։ Չեն կարողանում մարզվել, արդեն 11-րդ օրն է փակ է։ Ուզում ենք ուղղակի բաց լինի, մարզվենք, գոնե կարող ենք ինչ-որ բանի հասնենք։ Երեխեքին հանեցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն, հարմարություն չկա, հիմա էլ պատրաստվում են աշխարհի մրցումների։ Ինչ անում է պետությունը։ Պետությունը ցույց է տալի, որ ժողովրդի շահերն է պաշտպանում, բայց որ նայում ենք ուրիշ տեսանկյունից ժողովրդի շահերը չի պաշտպանում, ժողովրդին, երեխեքին հանել են, գցել են քուչեքը, անձնական հարցերով մարդկանց հետ ազնական հարցեր ունեն, Օլիմպիավան են փակում։ Մարզիկների, նրանց ծնողների ու մարզիչների բողոքներն ու հորդորները, որ դռները բացեն ու չտապալ են իրենց պարապմունքները, իրավապահները համառորեն չեն արձագանքում։ Մարզիչներից մեկն ասաց, նույնիսկ մարզագույքը թույլ չեն տվել համալիրից հանել։ Կոնկրետ խնդրել ենք ինչ-որ ձևի գոնե ինչ-որ բան դուրս հանենք, բայց արգելել են ու այս ամեն ինչը մուտքը փակ է։ Մենք չենք կարողանում աշխատել, ստիպված երեխեքին կամ ծնողներին բացատրություն եմ տալի ոնց աշխատենք, ինչ անենք, իմպրովիզ ենք անում հիմնականում, ասենց ասեմ։ Փորձում ենք մի քիչ մարզավիճակ պահենք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իրավապահների թիրախում հայտնվեց ընտրություններից հետո։ Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկեցին Ծառուկյանի առանձնատունն ու նրան պատկանող խոշոր ընկերությունները։ Ընդդիմադիր ուժի առաջնորդին կալանավորեցին նրան պատկանող ձեռնարկություններն էլ, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում, կողպեցին։ Օլիմպիավանում մարզվող օտարերկրացիներին էլ էին դուրս հանել, որ ստիպված տեղափոխվեցին Վրաստան։ Միջազգային օլիմպիական կոմիտեից Ազատությանը հայտնել են, որ ուշադիր հետևում են այս զարգացումներին, դիտարկում են բոլոր հանգամանքներն ու փորձում պատշաճ լուծումներ գտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ու օլիմպիական շարժման մարզիկների շահերը պաշտպանելու համար, թե ինչ լուծումներ են դիտարկում միջազգային կառույցից չեն հայտնել։